Իրականում թե ինչ է նշանակում Նիկոլես բառերը եկեղեցում։ Բարև ձեզ։ Լսեք, Նիկոլին թերագնահատել պետք չի։ Նիկոլը շատ խելացի է, ասեմ։ Նա ինչ անում է, մտածված է անում։ Ես լսում եմ ոմանք վեր են լուծում։ Խմած է եղել, քթերն է քաշած եղել, գրել է այդ կարգի կոմենտարիա, էլի։ Թե ինչ կապված մեր բոզարած տերտերների հետ, էլի։ Սրբազան գնա քերուտ կնգան դոմփի, էլի։ Ոչ տենց մտածում ես, ասում ես եւի։ Բայց ոչ։ Ես լսում եմ ինչեր եք ասում, էլի այնտեղ Ալիևի հրամանով պետականություն է քանդում, եկեղեցի է քանդում։ Երբ որ բանակը սարքում էր 20 միլիոնով ազատվելու այդ օրենքն են քննարկում, ասենց վայնասուն չկար։ Երբ որ երկիրը գտնվում է պատերազմի շեմին, սենց ասած, էլի, թշնամի սահմանից կրակում է, իսկ ինքը բանակը սարքում է փողով, հարուստի համար, քյասիբը գնա կոտորվի, հարուստը մնա TikTok-ով նայի ու ինտերնետով պատերազմ։ Հասկանում եք, թե դա ինչ բարոյահոգեբանական հարված է զինվորին, էլի, սպային, ովքեր դիրքերում կանգնած են, ովքեր ծառայում են, պետքա գնան բանակ։ Այ էս սրա մասին չեն վերլուծում, խելագարի պես դերին բան ասեց, վա, մեր եկեղեցին։ Նիկոլը, նայեք, ընտրությունների է պատրաստվում։ Նա եկեղեցուն մի բան ասեց տերտերներին, որ ես գիտեմ ձեր բոլոր արիշ-վերիշները։ Լսեք, դերևս շատ վաղուց հենց Սերժի օրոք, էլի, ինչ Սերժ ազգային անվտանգությունում էր։ Երևանի բոլոր հյուրանոցներն ու ռեստորանները եղել են, այդ VIP համարներ, էլի, հյուրանոցային, ազգային անվտանգության, տեսախցիկների ու սենց ասած նրանց կալպակի տակ է եղել։ Ես Երևանի տղա եմ, ես շատ լավ հիշում եմ, շատ ավելի բիթի մարդիկ որ կային, պատգամավոր, ինչ-որ դիրք, դատախազ բան, նրանք ավելի շուտ օգտվում էին այն քնձռոտ հյուրանոցներից, որտեղ ոչինչ չկար, էլի, այնտեղ չէին վերահսկում։ Եվ շատ աղբյուրներից կա, ես էլ գիտեմ, դել եմ պատմել ասել, էլի, որ բոլոր նամանավանդ VIP հյուրանոցները ազգային անվտանգության հսկողության տակ են եղել։ Ձայնագրվել են բոլոր այնտեղ։ Ինչպես եւ հոգեվորականները մեր։ Դրա համար շատ այն օբյեկտատերեր որ կային, հիշում եք, միշտ հաբրգած են եղել։ Նրանք որտեղ նրանք ազգային անվտանգության հետ ունեցել են գործարք։ Շատ հուժ գաղտնի, բայց նրանք շատ անգամ ունեցել են համ նարուշիլովկեք, համ սենց մանր-մուներ հանցագործությունների դեպքում ազգային անվտանգության օգնությամբ նրանց անունները մաքրվել է։ Դրա համար նրանք միշտ դες լեկտի են իրանց պահել։ Ու այդ որ Նիկոլը շատ լավ գիտի։ Դա իմացեք, դա մենակ հայկական սենց մշակույթ չի, էլի, հսկել կամպրամանտներ ունենալ մարդկանց վրա։ Նիկոլը այսօր տերտերներին եկեղեցուն զգուշացրեց, ասեց ընտրությունները չխառնվեք։ Ձեր բոլոր կերած քաքերը գիտեմ, ով ինչ է արել։ Ազգային անվտանգությունը բոլոր իրանց հսկել է։ Ունեք, նրանց հետաքրքիր չի սովորական ինչ-որ սեքսուալ կապը, էլի, սենց են պուրիտանների պոզայով, էլի, ավանդական։ Նրանք ունեն ձայնագրած ու կոմպրոմանտներ ավելի այլասերված, ավելի ֆանտաստիկ, էլի, այդ արկածների մասին, որ ազգային անվտանգությունը գիտի։ Երեխաների, տղամարդկանց հետ, հոմոսեքսուալ, տարբեր այդ ամեն ինչ իրեն գիտեն։ Ու Նիկոլը դա հասկացնել տվեց եկեղեցում։ Այլ ոչ թե որ, վայ, Ալիևը եկեղեցին է քանդում, պետություն է քանդում։ Ալիևին քանդել պետք չի պետություն եկեղեցի, մեր հայկական եկեղեցին պատմության մեջ ըստ որոշ պատմաբանների երկու անգամ պետականություն ավերել, կործանել,
ըստ որոշ պատմաբանների 3 անգամ։ Հենց որ Աստվածաշնչում ոչ հայրենասիրության մասին է խոսք գրած, ոչ էլ պետության։ Խաչը հայրենիք չունի։ Համաձայն եկեղեցու։ Ու եկեղեցին ունի մի արքայություն, Աստծո արքայություն ու վերջ։ Ամբողջ իր պայքարը դրա համար է։ Հենց որ այս վայնասունը որ դրել եք, վայ, Նիկոլը եկեղեցի է քանդում։ Եվ որ բանակ էր քանդում 20 միլիոնով բանակից ազատվելու այդ օրենքով, ասես ձեն չեր գալիս, ասես հիմա նայում ես ինչքան, այսինքն ֆիտը տվել են, ողբը գնում է։ Նիկոլը լավ կանի, հիմա բան եմ առաջարկում ԿՊ-ին։ Պետ բադվերով տեստերներին բան արեք, կրտեք։ Ոնց էր հնում այդ քրմերը բանը պետքա եվնուխ լինեին, էլի։ Տարեք կրտեք դրանց։ Չէ, եկեղեցին խինորա իրան վարկաբեկել։ Եթե եկեղեցին իր տեղում լիներ, այսօր Նիկոլը այդ աթոռի վրա նստած չէր լինի։ Եկեք լինենք անկեղծ։ Եթե մեր եկեղեցին պարկեշտ նորմալ եկեղեցի լիներ։ Նիկոլը այդ աթոռին չէր բարձրանա։ Եթե եկեղեցին մեր եկեղեցի լիներ, մարտի 1 չէր լինի։ Որտեղ դեռևս 96 թվականին, երբ առաջի անգամ Լևոնը, Վազգենը, Վանոն զորքը հանեցին ժողովրդի դեմ բանակը, այդ ժամանակ եթե մեր հոգևորականները լինեն պարկեշտ մեր եկեղեցին, Գավազանը կգնար կմցներ Վազգենի ու Լևոնի իմացակ որտեղը, կանիցեին ու բան անեին, ոնց է անունը, ոնց են եկեղեցում ասում էլ, այդ կանիցեին էլի, կնզով էին, հա, հիշեցի։ Ու հավատացեք, դրանից հետո Ռոբերտ Քոչարյան բան, նրանք ռիսկ չէին անի ժողովրդի վրա մի հատ դուբինկա բարձրացնեին։ Խոսք չի գնում բանել են, խլապուշկա բոմբերի բանի մասին, էլի ձայնային։ Դրա համար մեր եկեղեցին է այս ամեն ինչի հիմնադիրը։ Իսկ մեր եկետեշտերները դրանք մի այլասերված բիզնեսմեններ են, որոնք այդպես բռնվել են, նկարվել են ու Նիկոլի մոտ ամեն ինչ դրած է, ով ինչ քաքակերել։ Նա եթե նույնիսկ ուզենա, դենեթե թեստեր կան հիմա։ Բարձրաստիճան հոգևորականների երեխաներին կարող է կանչի բանի, դենեթե թեստերի, եւ ապացուցի նրանց այդ այլասերված կյանքը։ Այս հաշտանարը շատ կարող են անեն։ Լրատվամիջոցների բաների օգնությամբ։ Դες ազգային անվտանգությունը չգիտի թե մեր կաթողիկոսը քանի երեխա ունի, քանի թոռ ունի, ու որին երբ է սարքել, շատ լավ գիտի։ Դնում է դենեթե թեստով ապացուցում, ասում է տեսեք, սա նրա ժառանգնա եւ երեխանա։ Հենց որ մեր եկեղեցում պետք չի որ Ալիևը հրահանգ տա, որ Նիկոլ եկեղեցին ավերի։ Մեր եկեղեցին ինքը իրան է պախարակել ու պղծել։ Իսկ ինչ որ տեստերներին բռնել է այդ շնանալու վրա, դրանք երբեք էժանագին հյուրանոց չեն գնում։ Օրինակ կարող է օլիգարխ բան ավելի խելացի, դատախազ լինեն, ինչ որ պատգամավորներ նրանք գնային են ոչ ոք հյուրանոց, ինչ որ մի տեղ էլի, որ ավելի թաքուն մնար այդ իրանց այդ այցը էլի, բայց այդ տեստերները նրանք միշտ չիկ են սիրել, գեղեցիկ ապրել, գեղեցիկ թաքուն տեղեր, կոտեջներով այդ հյուրանոցները գնան։ Ես չեմ մոռանա, մի անգամ հոգեհացի էինք, մեր ծանոթներից մեկի թաղումներ, հոգևորականը եկավ սեղանին, էլի, դե քելեխին, էլի, ոնց ժողովրդական ասում ենք։ Լսեք, դե հարուստ մարդիկ չէին, սովորական են ամենացածր կարգի մի ճաշարան էր, էլի, սենց սրահեր, որտեղ հաց են տալի։ Այդ սուքորով այդ տեստեր ընկել էր պատարակաղի բազար էր անում բանի հետ, մատուցողի հետ։ Դե սպասքը տենց սրահներում, սենց ամենաէժանագինն է, էլի բարակ սենց ժեշտից պատարակաղներ են լինում։ Ինքը ուզում է երևի այնտեղ 5 աստղանի հյուրանոցի մետաղական ձիգ պատարակաղ, էլի, սենց հատուկ անկյան տակ թեքված, էլի, Միշլենյան ստանդարտների համաձայն պատարակաղ էր ուզում։ Հենց որ դրա համար մեր տերտերները այդ հենց գնացել են, շնացել են, ազգային անվտանգությունը նկարել է։
ու այսենց դարակներում դրված է ով քանի երեխա ունի, որտեղ ինչ։ Բա, մեր ազգային անվտանգությունը, տեսեք, թշնամու զինտեխնիկայի տեղաշարժ, նրանց այդ բաները չէր վերլուծի, այսենց բաներով են զբաղվում միշտ։ Սա Սերժի շկոլան է եղել։ Անեն չէ որ սա մենակ հայերն են արել, սա ամենտեղ էլ եղել է։ Նույն Միացյալ Նահանգներում հենց գուվերը բոլոր պրեզիդենտների վրա այս կարգի կոմպրոմատներ ունեցել է, ու նրանց ընտանիքի անդամների։ Այսքանը, թե չէ, տեսնում են, վա, եկեղեցին ա քանդում։ Մեր եկեղեցին եկեղեցի լիներ, այսօր Նիկոլա տեղ չէր լինի, ոչ է պետություն այսօրի կլիներ։ Երբ որ մեր եկեղեցիները գնում էր մերոն էր քսում զինվորներին, օշնում, մի օր կհարցներ, կասեր, այ անբարոյական զինվորականներ, շտաբի պետ նախարար, որտեղ է զրահաբաճկոնը։ Եթե եկեղեցի լիներ, էլի, եթե բանակ պետականության մասին մտածեր։ Եկեղեցին դարերով մտածել է իր գրպանի մասին, միայն իր գրպանի։ Նույնիսկ պետություն է կործանել, հասկանալով էլի այդ իրանց քայլը դեռ 1000 տարի առաջ։ Ինչա Վատիկանի կամ Կոստանդնապոլսի հետ ուղղափառ եւ կաթոլիկների հետ հարկերը չկիսվի, որտեղ ոնց է եղել եկեղեցին, միշտ ընդեղ իր փայը տարել է ապշակին, էլի, կամ կաթոլիկ կամ ուղղափառ։ Մեր հոգևորականները որոշել են պետությունը քանդեն, գնան մահմեդականների սրաներա թրի տակ ապրեն, կարևոր այդ 30%-ը դնեն իրանց գրպանը գումարի։ Այս է մեր եկեղեցին, հենց որ Ադրբեջանի պետք չի Նիկոլին բանանի, որ գնա լսում եմ ինչեր են ասում, ինչ հիմարություններ են վերլուծում։ Սա պարզապես մեսիջեր եկեղեցու նստեք տեղներդ բոլորիդ քաքերը գիտենք, ով ինչ քաքա կերել, ով քանի հատ բաստարդա ցրթել, թողել ինչ որ պատերի տակը։ Այսքանը կապված այդ դրա հետ ժողովուրդ ջան, նայեք, դուք ինձ գրում եք Վարդան Ղուկասյանից ինչի բան չես ասում։ Եկեք ասեմ, լսեք, Վարդան Ղուկասյանի դատերը երկար կարող է ձգվեն, էլի։ Այնպես չի, որ ամեն դատի օրը պետք է դատավորը մուրճը խփի, ասի, այսօր Վարդանը ազատվեց։ Ես ձեզ մի անգամ ասեցի, ես 2 ամիս որ հետաձգվեց դատը, սա մենակ մի էպիզոդով էր։ Վարդանի դատվածության համար, որտեղ այդտեղ հարցեր կան, ես դեռևս անի հետ չեմ խոսած, մոտակա օրերս կխոսամ, բայց գիտեմ, որ ոչ մի նորություն տենց չեմ իմանա։ Նայեք, 2 ամիս հետաձգվեցին դատերը, որտեղ դատավորը Վարդանի պաշտպանները հայտնել են, որ Վարդանը այնտեղ այդ սրոկը որ կա իր վրա դատվածությունը, որտեղ Տրամպը ավելի խստացրեց դատված մարդկանց ապաստարան տալը, էլի, որ Իրանը քաղաքական է, ինքը պարզապես այդ մեղքը վերցրել է իր վրա, որտեղ իր մորը խոշտանգել են Հայաստանում, ասենց ասած պատանդ է եղել իր մայրը իշխանությունների մոտ։ Ու Հայաստանում եղել է բժշկական փորձաքննություն իր մոր հետ կապված, էլի, որ խոշտանգվել է։ Դատարանը պահանջել էր այդ ապացույցները։ Դրա համար այդ բյուրոկրատիան Հայաստանում միջև դիմումների համաձայն այդ թղթերը ձգելով հասավ ուղարկեցին Ամերիկա ու հասավ դատարան, տևեց 2 ամիս։ Սա է ամբողջ պատճառը, այս 2 ամիս հետաձգվելու։ Որտեղ մի ամիս հետաձգվեց, պաշտպանները ասեցին թուղթը դեռ չի եկել, դեռ դատախազությունը այնտեղ 20 աշխատանքային օրվա մեջ պետքա նայի կամ բան, էլի, պատասխանը տալու համար չենք հասցրել։ Դրա համար երկրորդ անգամ էլ մի ամսով հետաձգվեց դատը, բայց արդեն թուղթը ոնց որ եկել էր։ Ու հիմա դատը գնալու է սովորական դատերի նման, էլի, հերթով պետքա քննեն։ Սա վատ չի, ասում եմ, եթե հապճեպ դատ լիներ, արդեն վաղուց նրան դեպորտ կանեին։ Դրա համար սա կարող է դեռևս իր վրա 17 էպիզոդ կա, բոլոր էպիզոդները պետք է քննվեն։ Ես չգիտեմ, միգուցե դատարանը դատի ընթացքում նրա խափանման միջոցը փոխի, օրինակ տնային կալանք կամ բան, կամ գրավով ազատ արձակի, չգիտեմ, այդ հարցը իրավաբաններին,
Բայց ասում են Վարդանի դատը արագ չի լինելու, հենց չի որ ամեն շաբաթ սպասում եք, որ այսա ազատ են արձակելու, դեռ շամպայն խմենք, սալյուտ խփեն։ Լաս Վեգասում մի պատրաստվեք դրան էլի։ Մյուսը, որ ոմանք ասում են, բան, որ տեսեք Վարդանի շարժումը մարում է, էս են մարդիկ քիչ են գնացել։ Ժողովուրդ, լսեք, մարդկանց շատ ու քիչ գնալը հիմա կարևոր չի, ասում եմ։ Դատական համակարգը իզուր չի Ֆեմիդայի աչքերը միշտ փակ, նա չի նայում, նա լսում է ու մտածում է, ուղեղով է բանանում, էլի։ Միացյալ Նահանգներում նենց դատեր են եղել, այն կարգի հասարակական ճնշումներ ա եղել, որ դատարանը դրա վրա չի գնացել, չի ընդունել, էլի, կարծեմ հենց մի հոգի կար Մենսոն, սեկտանտ էր, էլի, դրան մահապատիժ տվեցին, կարծեմ, թե ծմահ տվեցին, հա, մահապատիժը փոխեցին ծմահի։ Նրա ֆանատները նույնիսկ պատանտներ են վերցնում, ինքնաթիռ էին փորձել առևանգեին։ Հենց որ կապ չունի, մարդիկ աշխատում են, դատը իր համար գնում են, հենց չի որ պետք է գործը թողեն, ամբողջ օրը Լաս Վեգաս մնան, էլի։ Սա այդքանը, այն որ չար լեզուներ կան, ասում են մարում է, Վարդանի հետ համբավ անգել է, լսեք, դա այտենց չի, ես զգում եմ մարդկանց նամակներից, որ գրում են, մենք էլ հիմա, տեսեք, աշխատում ենք, որ այդ, այք, ես ինքս երբեք Վարդանի ֆանատ չեմ եղել, ես պետականամետ եմ մտածում, էլի, ես անձապաշտել չեմ եղել, դու գիտեք իմ համար ոչ սրբություն կա, ոչ բան, էլի, ոչ Աստված, ոչ ես իմ Հիսուս, Վարդան, ես պետականամետ եմ մտածում, էլի, որ Վարդանը ստեղծեց ինչ-որ մի զանգված, այսօրվա ընդդիմադիր դաշտում ինքը համար մեկն է, ով ունի գոնե որոշ զանգված, որ իրան հավատում են մարդիկ, և դրա համար մենք հիմա աշխատում ենք, որ այդ զանգվածը հավատը չկորցնի, ու որ փորձենք օգտագործենք այդ ներուժը Վարդանի ժառանգած, էլի սենց ասած, որ մյուս ընտրություններին միգուցե Վարդանը հասցնի դուրս գա, էլի, իրենց հենց կուսակցության հետ, տեսեք, Անի Խուդավերդյանի հետ կապի մեջ ենք, ընդդիմադիրս ալյանսը, որ ուզում ենք ստեղծենք, հենց դրա համար ենք ստեղծում, որ այդ մարդու արած գործը չկորի, էլի, գցենք, մի տարի նստեց օրինակ կամ 8 ամիս այդ դատը գնաց, սենց չսարի, էլի։ Տեսեք, ես հիմար հաղորդումներ չեմ անում, ոնց որ լսում ես գրում են, շատ լավ նորություն Վարդանից, նայում ես 20-50 հազար հոգի նայում են, բայց ոչինչ չեն ասում, էլի։ Դրա համար մենք հիմա դրանով ենք զբաղված, որ նայք, որ այդ շարժումը, այդ ցասումը չմարի, ու չի մարում, նայք, ավելի աճում է, չար լեզուները թող իրանց լեզուները մտցնեն համապատասխան վայրերը, նենց որ ժողովուրդ ջան, ոչ, ամեն ինչ նորմալ իրահունով գնում է, էլի, էսա, ինչ կապված է Վարդանի հետ, էլի, կոմիտեի հետ էլ այդ գործերով զբաղվում ենք, սա տենց բարդ գործընթաց է, մարդկանց համոզել, բերել ընդհանուր մի դաշտ, աշխատում ենք դրա վրա, այսօր օրինակ պետք է խոսամ Պարուր Հայրիկյանի հետ, երեկ ասեց զբաղված եմ, սա մի հարթակ է, որտեղ չկան լիդերներ, սա պետք է լինի հավասար մի կլոր սեղան, որտեղ ընթացքում քաղաքական բանավեճի և դիալոգի մեջ կորոշեն լիդերին, ով է լինելու վարչապետ, ով է լինելու մնացած էլի։ Ես քաղաքականության մեջ չեմ լինելու, իմ նպատակն է լինելու այդ բոլորին հետո քննադատել և հսկել նրանց հենց նայել էլի, լրատվական էլի, որտեղ և քննադատականը դա կլինի իմը, հենց որ ես ոչ ինչ-որ ամբիցիաներ չունեմ, էլի, ես Ռուսաստանից Հայաստան դժվար թե տեղափոխվեմ մոտակա ապագայում, էլի, իմ երեխաների հետ ամեն ինչ կապված է հիմա, իրանք ստեղ են սովորում, մի խոսքով,
Սա այդքանը, հիմա մտածում ենք այդ ալյանսի սենց սիմվոլ մտածենք էլի, սիմվոլ որպես գերբ էլի, որի շուրջ պետք է համախմբվի այդ ընդդիմադիր բևեռ էլի, սենց ասած ալյանսը, հենց որ դրա վրա ենք հիմա մտածում, այս հիմա ձայնագրելուց հետո կզանգեմ, կխոսանք, կխորհրդակցենք, հետո մի հատ ընդհանուր ձեր հետ միասին պրեզենտացիա կանենք, տեսնենք ինչ եք ասում, հավանում եք թե չէ։ Այսքանը, ժողովուրդ ջան, ոչ մի ավելացնելու ինչ որ բան չկա։ Սա է, հենց որ կապի մեջ ենք, եթե հավանեցիք դրեք ձեր այդ հավանելու նշանը, կիսվեք, բաժանորդագրվեք, ձեր ծանոթներին հորդորեք, որ միանան մեր այս շարժմանը, մեր այս ալիքներին։ Այսքանը այս րոպեին, շնորհակալություն, հաջողություն, մինչ հաջորդ հանդիպում։ Լավ մնացեք։